Այս հարցը երևի թե ամենատարբեր ժամանակներում ամենաշատ հնչող հարցերից մեկն է։ Բժիշկ ջան, առաջի հարաբերությունից հետո երկրորդը չի ստացվում, երկրորդից հետո երրորդը չի ստացվում, 18-րդից հետո 19-րդը չի ստացվում։ Միշտ պետքա լինում պացիենտին բացատրել, որ հարգելի պացիենտ, տարիքի հետ եւ առողջական վիճակով պայմանավորված սեռական հարաբերությունների մեջ մինչեւ եղած ինտերվալները մեծանում են։ Այսինքն 25 տարեկանում, եթե քեզ մի հարաբերությունից մինչև հաջորդ հարաբերությունը պատրաստվելու համար ընդամենը 15 րոպեն բավարար էր, ապա 45 տարեկանում 15 րոպեն բավարար չի։ Պետք կլինեն ժամեր, կարող է նույնիսկ օրեր։ Ու ընդհանրապես ասեմ ձեզ, որ սեռական հարաբերությունների միջև ինտերվալների այդ կարճ լինելը, որ ասենք օրինակ չգիտեմ, մարդկա գուցե գլուխագուվում, գուցե իրականում տենցա չեմ կարող ասեմ, ասում եմ մի ժամվա մեջ 3 անգամ հարաբերություն արեցի, բժիշկ ջան։ Միշտ հարց է առաջանում, այստեղ միշտ պետք է պացիենտի մոտիվացիան ճիշտ հասկանալ, ինչումն է հարաբերություն մի ժամվա մեջ 3 անգամ անում է, որ ինչ անի։ Գուցե ինքնագնահատականի խնդիր ունի մարդը, գուցե իր ինքնագնահատականն այնքան ցածր է, ինքը ուզում է ապացուցի, չգիտեմ, իր զուգընկերուհուն, որ ինքը կարար դա աներ։ Գուցե ինքն իրան է ուզում ապացուցի, որ կարա անի, բայց ամեն դեպքում, եթե դա սեռական ցանկություններից չի բխում, եթե դա սեռական կարողությունների սահմաններից չի բխում, այլ մարդը հավելյալ ջանքեր է կիրառում, հավելյալ ուժ է կիրառում, որ տանջում է իրան այդ ամեն ինչի համար, ապա կարծում եմ, այստեղ մարդու ինքնագնահատականի խնդիր կա։ Եվ վտանգավոր է նման մարդկանց բուժել։ Անկեղծորեն եմ ասում, վտանգավոր է, որտեղ պացիենտը գալիս է բժիշկ ջան, ինձ բուժեք, որ երկրորդ հարաբերությունն ավելի շուտ ունենամ, կարճ լինի ինտերվալը, ավելի լավ լինի էրեկցիան։ Մարդուն պետքա բացատրես, որ դա նորմալ չի, եղբայր, տենց չի կարա լինի, դու փորձում ես բնությանը հակառակ քայլեր իրականացնել։ Ես հիմա գիտեմ, ես վիդեոյի տակ կարող մտնի կոմենտ մեկը գրի, ինչի եք դա բոլորին ասում, ես օրինակ չգիտեմ, 38 տարեկան եմ, մի ժամվա մեջ կարող եմ 3 անգամ, շատ լավ եք անում։ Շատ լավ եք անում, բայց այդ ինֆորմացիայով, երբ որ դուք կիսվում եք, դուք որոշակի չափով վնասում եք այն մարդկանց, ովքեր ունեն խնդիր կամ չունեն խնդիր, առողջ են, բայց պարտադիր չի, որ իրանք մի ժամվա մեջ 3 անգամ անեն։ Դրա համար սեռական հարաբերությունների պարագայում ոչ թե շեշտադրումը արվում է քանակի վրա կամ արագության վրա կամ ինչ-որ այլ ցուցանիշների վրա, այլ սեռական հարաբերությունների դեպքում շեշտադրումը արվում է որակի վրա։ Որպեսզի դուք սեռական հարաբերության ժամանակ ապահովեք որակ եւ ապացուցեք կնոջը, որ դուք կարող եք նրան բավարարել, դուք պետք է ուղղակի ունենաք տեխնիկական հմտություններ, իսկ դա ձեռք է բերվում տարիքի եւ փորձի հետ։